Օրտնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արկայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզս բարդիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, Զիկոյ արկայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջիկո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ ի կործոց, փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս, ամեն։ Գահավադանք ամենասուրբ երորդության, հորը որդիին և սուրբ հոգիին, գահավադանք կապրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու պարավոր, երկրորդ կալուստին գնթունինք և գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելներ, քանի որ հայտնությունով անուքիրքը գսերդենք և գխոսինք Պապելոնի անգումի մասին, քիչ մվեր շնորեն գգրտնեմ, թե Պապելոնը որ քաղաքն է կամ որ համագարքն է, ներին համագարքն է, անշուշտ, Ճիշտ սիրելներ ինչու Պապելոն գոչվի, որովհետև առաջին քաղաքը եւ առաջին բնակիչները, որոնք Աստուծո թեմ ապստամբեցան, Բաբելոնն էր։ Անոր համար սիրելներ, պատմության ընթացքին Բաբելոնը խորհրդանիշ է Աստուծո եւ Աստուծո ժողովրդին թեմ ըմբոստացող, ապստամբող, ուրեմն ժողովրդին եւ քաղաքին։ 5 դագարանի Բաբելոնը Այն Բաբելոնն էր, որ ուզեց աշտարակ շինել և բարձրանալ մինչև երկինք, որպեսզի ջրհեղեղ իրենց չհասնի։ Բայց Աստված անոնց լեզուները խառնեց և Բաբելոն արդեն կնշանակե խառնակություն։ Հետո Նաբուքոդոնոսորի ժամանակ այն Բաբելոնը, որ հբարդացավ և նույնիսկ Իսրայելի ժողովուրդը, Աստուծո ժողովուրդը քերեց, քերևարեց և Բաբելոն ակսորեց, Բաբելոնի մեջ սիրելներ այնքան հբարդացավ Նաբուքոդոնոսորը, որ գգարտանք Դանիելի մարգարեության 4-րդ գլխում մեջ, որ դեսնելով Բաբելոնի այդ հսկա շինությունները ինք հբարդացավ եւ ասավ այս բոլորը ես սրի, ինքզինք որպես Աստված ներկայացուց, անբարդելի ներկայացուց, ինքնափավ ներկայացուց, հարստությամբ լեցու ներկայացուց եւ Աստված զայն բաճեց Քազանի նման դարձավ Նաբուքոդոնոսորը։ Իր մազերը արձիվի փեդուրներուն պես եղան եւ իր եղունքները քիշադիչ թրջուներու մաքիլներու նման եւ սկսավ սիրելիներ խոդ ուդել ու անդարի մեջ ապրիլ։ Ճիշտ ինչպես որ հայոց դրտատ թակավորը խոզացավ, խոզի գերբարանքը ստացավ եւ որ Հրիփսիմյանց եւ Գայանյանց գույսերը սպանեց։ Այլ խոսքով Ահա սիրելներ պատմության ընթացքին Բաբելոնը միշտ կներկայանա որպես Աստուծո թեմ ըմբոստացող ազգ կամ քաղաք եւ այնպես եղավ որ պատմության մեջ բոլոր այն գայսրությունները որոնք Աստուծո ժողովուրդը հալածեցին ինչպես օրինակ հռոմեական գայսրությունը քրիստոնյաները հալածեց, սպանեց, չարաչար դանչեց, անոր համար Հռոմն գոչվեցավ նոր Բաբելոն։ Աշխարհի վաղճանին Բաբելոն պիտի հաստատվի։ Այդ Բաբելոնը ներին հագա Քրիստոսին, սուտ Քրիստոսին, ուրեմն սիրելիներ ներկայությունը պիտի լա։ Այդ սուտ համագարկը պիտի լա, գրոնական, քաղաքական եւ տնտեսական, որ աշխարհ կալով ները հագա Քրիստոսը պիտի հայտարարե, որ ինքն է Աստվածը, ինքն է Քրիստոսը եւ պիտի ամբողջ աշխարհի ժողովուրդները, թագավորները իրեն ենթարկե։ Բայց ինչպես որ անցյալին Աստված Եսայի մարգարեին Պերնով խոսեցավ Բաբելոնի անկման մասին,
Այսօր ալ պիտի տեսնենք նույն բարերը Աստուծո ցայնը պիտի գրտնե Հովաննեսի միջոցով աշխարհին։ Եկեք նախ այսօրվա մեր հավաքական ընթերցանության համար ընթերցենք Եսայի մարգարեի 47-րդ գլխու 1-15 հաբարները։ Ուշադրությամբ ընթերցեցեք սիրելիներ, որովհետև շատ դողեր այսօրվան սերդողության մեջ պիտի գրտնված տեսնենք, հետևաբար մեկը մյուսին հետ առնչություն ունին։ Բաբելոնի Թադաստանը։ Ով Բաբելոնի գույս աղջիկ, իջիր եւ հողի վրա նստե։ Ով քաղցրացնելու աղջիկ, քեդինը նստե, առանց կահի, քանի որ անգամն ալ փափուկ ու կնկուշ պիտի չգոչվիս։ Չաղացքը առ, ալյուր աղա, հանել աչագդ, սոտե փեշերդ, փած սրունքդ, անցիր կեդերեն, միասին գարտանք։ Թողքու մերգությունդ բացվի եւ նախադինքդ դեսնվի։ Քեզ մե վրեժ պիտի առնեմ, զիսկեցնող ոչ մեկում պիտի հանդիպիմ։ Մեր փրկին անունը զորքերու դեր է, ան Իսրայելի սուրբն է, լուր նստե, խավարի մեջ մտիր, ով քաղցրացիներու աղջիկ, քանի որ անգամ մնալ թակավորություններու դիրուհի պիտի չգոչվիս։ Ես իմ ժողովրդիս փարգացա, իմ ժառանգությունս անբատվեցի, զանոնք քու ցերկդ մատնեցի, թուն անոնց կտություն ցույց չդվիր, ձերին վրա քու լուծդ հույժ ծանրացուցիր եւսիր, ես հավիդյան դիրուհի պիտի ըլլամ, ուստի ասոր ուշադրություն չդարձուցիր, ասոր վախճանը չի իշեցիր, հետևաբար հիմա մտի գրե, ով հեշտասեր, որ ապահովությամբ կփնագիս, ու սիրտիդ մեջ կսես, ես եմ եւ ինձ մեզ ատ ոչ մեկը գա, իբր այրի պիտի չփնագիմ ու զավակները զրգում պիտի չգիտնամ։ Ասոնք երկուքնալ զավակները զրգում եւ այրիություն հանգարց քուվրատ պիտի հասնին մեկ օրվան մեջ հագարակ կախարտություններուտ շադության ու թողչություններուտ մեծ թիվին անոնք ամբողջովին վրատ պիտի հասնին։ Արդարև թուն չարությանը դստայեցար եւ ասիր ոչ մեկը զիս կդեսնե քու իմաստությունդ ու գիտությունդ եմ որ քեզ հրաբուրած են սիրտիդ մեջ ասիր ես եմ եւ ինձ մեզ ատ ոչ մեկը գա հետեւաբար քու վրա ցախորտությունը պիտի ասնի որուն ուրգե ձակիլը պիտի չգիտնաս քու վրա աղետը պիտի ինա որ պիտի չգարենաս հերացնել քու վրա հանգարց ավերումը պիտի ասնի բայց թուն պիտի չգիտնաս ուրեմն քու թողչություններուդ եւ շատ գախարտություններուդ մեջ կեցիր որոնց համար երդասարտութենե տիվեր աշխատերես թերևս կարենան օգտակարը լալ քեզի թերևս կարենաս հաղթել խորուրդներուդ շադութենեն ցանցրացար ուրեմն երկինքը զննողները աստղակետները նոր ամիսներով քուշագողները թող ոտքի ելեն եւ քու վրատ քալիք չարիքեն քեզ ազատեն ահա անոնք շուղի բես պիտի ելան ու զանոն գրագը պիտի այրե իրենց անձը պիտի չգարենան ազատել փոցին զորութենեն դակնալու համար գայծը պիտի չմնա ոչ ալ գրակ թիմացը նստելու համար այսպես պիտի լան քեզի համար անոնք որոնց հետ աշխատեցար որոնք երդասարտութենե տիվեր վաճառականները թեին ամեն մեկը իր ջամփան երթալով ցիրուցան պիտի լան եւ քեզ ազատողը պիտի չլա սիրելներ եթե զգուշությամբ գարտացիք դուն երթակ նորեն գարտացեք ուղագի Աստված Բաբելոնին հետ կխոսի որտեղ Բաբելոնը սիրելներ հարուստ էր վաճառականությամբ հարուստ ինքնապավ եւ սկսած էր ինքզինք փառավորել եւ ասել որ ես բանիմը բեք չունիմ մեկը ինձ չգրնար վնասել մեկը չի դեսներ ինձի ես ամեն ինչ կրնամ մնել եւ Աստված գծաղրեց ինք գսե որ ուր են անոնք որոնք քեզ հետ վաճառականություն գնային ուր են այլ խոսքով անոնք որոնք քեզի վստահեցան անոնք շուղի նման են Թուն որ անոնց վստահեցար, անոնք գրագի պես պիտի այրին եւ թունա պիտի պիջանաս եւ քեզ ազատող պիտի չլա։ Դեսեք սիրելիներ, աշխարհի մեջ չար, շատ չար համագարկը պիտի ելե ներին հովանավորությամբ։ Ներ որ գսեմ իշեցեք, Հագա Քրիստոսն է, սատանային կործագիծը։
որ պիտի կա աշխարհ սիրելներ եւ ամբողջ աշխարհի դնդեսությունը իր ցերկը պիտի առնե, ամբողջ աշխարհի քաղաքականությունը իր ցերկը պիտի առնե, ամբողջ աշխարհի գրոնը իր ցերկը պիտի առնե եւ ամեն ինչը պիտի ծառայեցնե իր парքին։ Եվ այնքան պիտի հբարդանա, որ աշխարհի մեջ չի եղած մեկ, որ այդքան հբարդացած է։ Որովհետև չմոռնաք, որ անիգա ուղագի սատանայի զավակը պիտի լա, ուղագի։ Եվ սատանան ինչպես որ հբարդացավ ու ինգավ, այդպես էլ այդ ները պիտի գործանի իր հբարդության պատճառով։ Ահա Աստված 3000 տարիներ առաջ մոտավորապես այս խոսքերը ասավ Եսայի մարգարեին բերնով։ Եսայի մարգարեն ապրած էր Հիսուսեն առաջ 2750 տարի առաջ, այսինքն 2750 տարի առաջ ապրած է մեզ մե։ Ահա սիրելիներ, նույն խոսքերը պիտի գրգնվին եւ նույն մարգարեությունները պիտի կատարվին վերջնականորեն աշխարհի վաղճանեն առաջ, երբ որ ները հայտնվի։ Եկեք միասին երգենք հոգևոր հորս Երանելի Զարե Սրբազանին այս գրած երգը, ահա գուկա Հիսուս օրտնյալ, դեսկով իր վեհ լուսապայլ, հրեշտակներու հետ պյուրավոր բիդ երևի այն սուրբ օր։ Ալելույա, ալելույա, ովսանաներ մենք երգենք, լույսեր ակած լույս Հիսուսի, ովսանաներ մենք երգենք, ովսանաներ կովերգենք։ Եկեք երգենք միասին։ Հագուկա Հիսուս օրտնյալ դեսկով իր լուսապայլ, հրեշտակներու հետ պյուրավոր բիդ երևի այն սուրբ օր, ալելույա, ալելույա, ովսանաներ մենք երգենք, լույսեր հագած լույս Հիսուսի, ովսանաներ մենք երգենք, ովսանաներ կովերգենք, լուսատեմ փյուր հրեշտակներ, քերոբեներ անցնվեր, փողոցայնով գործնապանեն, օրտնյալ քանոգնամորեն, ալելույա, ալելույա, ովսանաներ մենք երգենք, լույսեր հագած լույս Հիսուսի, ովսանաներ մենք երգենք, ովսանաներ կովերգենք, որդին թավթի արքան երգնի, փայլագի պես կերևի, անոր արջև գխոնարին, արևաստե լուսածին, ալելույա, ալելույա, ովսանաներ մենք երգենք, լույսեր հագած լույս Հիսուսի, ովսանաներ մենք երգենք, ովսանաներ կովերգենք, ինձ այն է այս ահեղակոր, որ գսարսել էր ուցոր, իր գայծ աչքեն գսարսափին, մեղավորներ հողածին, ալելույա, ալելույա, ովսանաներ մենք երգենք, լույսեր հագած լույս Հիսուսի, ովսանաներ մենք երգենք, ովսանաներ կովերգենք։ Սիրելիներ, երբ որ դերը վերադառնա, իրեն հավատացողները ովսաննաներ պիտի երգեն։ Ինչ կնշանակի ովսաննա? Օրհնություն, օրհնություն, օրհնություն։
Հրեշտակները սիրելներ Օվսաննան իրենք երկեցին առաջին անգամ։ Սուրբ Սուրբի մեջ, Օվսաննա ի բարձունս, այսին օրտնություն բարձունքներու մեջ։ Մենք ալ երբ Քրիստոս կա Օվսաննա պիտի երկենք, օրտնություն պիտի երկենք, իսկ մեղավորները, իսկ անաստվածները, իսկ սատանային երկրբակողները, սիրելիներ, այդ օրը իրենց համար ահավոր ու սուքի օր պիտի ելա, որովհետև հավիտենապես պիտի գործվին։ Հաջորդ երգը Մովսեսի երգը։ Այս երգը սիրելիներ հայտնություն Հովանու քիրքեն արտված է։ Մենք սերդեցինք այդ երգը եւ որ գսերդեինք հայտնություն Հովանու քրքին 14-րդ գլուխը։ Այնտեղ տեսանք թե ինչպես սիրելիներ Մովսեսին երգը երգվեցավ եւ նաեւ Քարնուգին երգը 15-րդ գլուխը ներողություն հայտնություն Հովանու 3-րդ համարեն մինչև 4-րդ համար։ Եկեք մենք ալ երգենք այս երգի մեջ գսվի թե ով չի վախնար դիրոճմե, ով պիտի չի փառավորե իրեն։ Նայեցեք այս երգի վրա եթե գամովին ուզելով չխոնարից տիրոջ դիմաց, Հիսուսին դիմաց, եթե մարդիկ չխոնարին Հիսուսին դիմաց ու չերգրբակեն Քրիստոսի կալուստին ժամանակ իրենց գլուխները քեդին քսելով պիտի երգրբակեն։ Որտեղ Ֆիլիպեցիներու նամակի 2-րդ գլխու մեջ կսվի 9-10 համարներու մեջ, որ դերը Աստված իր որդին անունը տվավ, որ վեր է բոլոր անուններեն, եւ այդ անունին դիմաց պիտի խոնարին երգրբակեն ովքեր երկնայինները, այս հրեշտակները, երկրայինները, այսինքն մենք եւ սամթարամետականները, այսինքն ոգիները, մերելներու աշխարհի մեջ գտնվողները եւ ամբողջ հոգեղեն աշխարհը։ Եկեք միասին երգենք այս սքանչելի երգը։ Բարերուն միշտ ուշադրություն դարձեք երգերու բարերուն։ Այո։ Մեծ ու զարմանալի են քո գործերը ամենագալ Տեր Աստված մեր արդար ու ճշմարիտ են ջամփաները բոլոր ասկերիդ ու թագավոր դերով չի վախենում քեզնից ով է որ չի փառավորում քեզ քանի որ դու ես միայն սուրբ միայն սուրբ միայն սուրբ քանի որ դու ես միայն սուրբ միայն սուրբ միայն սուրբ բոլոր ասկերը պիտի կամ քո առջևը ու քեզ պիտի երգրբակեն քանի որ իրավունքներդ հայտնվեցին ամենագալ Տեր Աստված մեր դերով չի վախենում քեզնից ով է որ չի փառավորում քեզ քանի որ դու ես միայն սուրբ միայն սուրբ միայն սուրբ քանի որ դու ես միայն սուրբ միայն սուրբ միայն սուրբ միայն Տերն է սուրբը մենք իր սրբութենեն է որ սրբություն գարնենք սիրելներ առանց Քրիստոսի սրբություն չկա առանց Քրիստոսի սուրբ չկա եկեք վերջին երգը երգենք եկեք բաշտենք երգրբակենք փառաբանենք եւ միշտ օրհնենք Տեր թագավոր հզոր Աստված օրհնյալ փրկիչ Աբբա Սուրբ Հայր եկեք Սուրբ երրորդությունը փառաբանենք այս երգին միջոցով
Եկեք բաշտենք, երկրը բակենք, փառաբանենք և միշտ օրհնենք դեր թագավոր հզոր Աստված, օրհնյալ փրկիչ, Աբբա Սուրբ Հայր, եկեք բաշտենք, երկրը բակենք, նոր ժողովուրդ, մեր բազմություն, բաշտենք Հիսուս, քարնան առատ, որ պարնամեք համայն մարդկան, եկեք բաշտենք, երկրը բակենք, դիրոջ տանը մեջ հնագողներ, կենդանարար և համակող, հոգին իջյալ իվերնադան, եկեք բաշտենք, սրբապանենք, Սուրբես, Սուրբես, Սուրբես մեր Տեր, երյակ և մի և համակող, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, փառք և բադիվ ու զորություն, իշխանություն և հաղթություն, այժմ ու հավեր և անվախճան, Ալելույա, 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 կնշանակե սիրելիներ, օրհնյալ է Տերը, և նաև այսօրվան բառերով կնշանակե գեցե Տերը, եկեք միասին ասենք գեցե Տերը, այո, և փառք տանք Աստուծո, միասնաբար ասենք, փառք քեզ Աստված, փառք քեզ, հաղաքս ամենայնի Տեր, փառք քեզ, միշտ փառավորեցեք Տիրոջ անունը, միշտ փառք տվեք սիրելիներ, ձեր ուրախության բահուն, ձեր հաջողության բահուն, կամ նեղության բահուն, ցախողության բահուն, ձեր սուքին մեջ, կամ հարսանիքի մեջ, միշտ փառք տվեք Աստուծո, որովհետև հիշեցեք, որ այս կյանքի մեջ մեր տապած արցունքը շատ ժամանակավոր է, Տերը ինք մեր աչքերեն արցունքները պիտի սրբե, և Տերը մեզի սիրելիներ հավիտենական կյանք պիտի նվիրե, հավատացեք, որ այս կյանքի մեջի մեր գրած նեղությունները ոչինչ են քալիք կյանքին մեջ մեզի դրվելիք փառքին դիմաց, Պողոս առաքյալ այս մասին շատ սքանչելի կերպով գսե Հռոմայեցիներու նամակի 8-րդ գլխու 18-րդ համարի մեջ գսե սիրելիներ առաքյալը Ես այնպես կխորհիմ թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են քալիք փառքինքով որ մեզի պիտի հայտնվի ներկա կյանքի չարչարանքները ոչինչ են քալիք փառքինքով որ մեզի պիտի հայտնվի Բարի եկածեք սիրելի քույրեր եղբայրներ սիրելի հայրեր եւ մայրեր սիրելի փոքրիկներ բադանիներ Գողջունեմ ձեզ բոլոր անոնք որոնք մշտապես ներկա են սիրելներ բոլոր անոնք որոնք այսօր Գրգին անգամ վերադարձած են կամ նոր եկած են, եկեք տեսնենք ովքեր նոր են այսօր, նոր եկածներ, ծերանուն ինչպես էր, այո, հայգուհի, մարիամ, բարի եկած եք, ստելա, բարի եկած ես,
Աբրիս, Քևորգ, Հովսեփ, բարի եկածեք, Ջոզեֆ, ուր է այս Սոֆյան, բզիկ Սոֆյա, բարի եկածես, Սոֆյա կային տարեկան եղար, 2, 3, 4, վայ, ինձ մեծ ես տուն արդեն, Աբրիս, բարի եկածեք սիրելներ, ով եկած է նոր, բարի եկած ես, ով նոր եկած է ուրիշ, շատ բարի, սիրելիներ, փոքրիկ Սոֆյային և Հովսեփին Ջոզեֆին գողջունեմ, ցեզի ուրախ լուր դամ, որ երդասարտած խումբը, որ սկսած ենք չորեքշաբթի օրերը, ինչպես որ 2 ամիս է սկսած եմ սիրելներ, արդեն վերստին նոր ժամանակներու մեջ, և ամեն չորեքշաբթի գահավաքվեինք Փեսեդինայի մեջ և դագավին գահավաքվինք, ասեմ, որ Աստված գործն է և երդասարտներուն թիվը գուրջանա գշատնա, արդեն արցնակրված 150 երդասարտ ունինք և սերդողությանց պարկ աստուծո, այո, պարկ աստուծո իսկապես 18-ին մինչև 30 տարեկան դղակ աղջիկներ են և մեծ մասը 18-ին մինչև 23-24 այդ տարիքներու մեջն են ընդհանրապես և ասեմ, որ սիրելներ արդեն ներկաներուն թիվը ոչ միայն կրանցված են, որովհետև ուսանողներ են հաջող գբացակային երբեմն ոմանք բան, բայց արդեն շուրջ 100 հոգի մնայուն սերդողության գուքան եւ այն օֆիսը, որ ընտանիքը մեզի դրամատրած է այն գրասենյակը, այլևս նեղ գուքա, հիմա գլանդերի մեջ եկեղեցիմը կփնտրենք, որբեսի այնտեղ հավաքվենք եկեղեցվո սրահի մեջը, աղոթեցեք, կխնդրեմ սիրելիներ, Եվ անվոր գպապակի օգտագարություն ունենալ անպայմանորեն թող մեզի հետ գաբի մեջ լա, բայց ծեր ամենամեծ օգտագարությունը ծեր աղոթքն է եւ ծեր զավակներուն, ծեր թորնիկներուն քաչալերել, որ իրենք ալ ներկա լան այդ սերդողության եւ գիտեք զարմանալի ուրախությունը ինչ է։ Մեծ մասը այդ երդասարտներուն դղա են։ Դղա, ընդհանրապես դղաները քիչ կերտան գսեն, չէ՞։ Ասեմ, որ թերևս 65-ին 70 առ 100-ը դղա են, 30-ին 35 առ 100-ը աղջիկ են, եւ ուրախությունը սանոր համար է, որ վաղը անոնք սիրելիներ ընտանիքի հայր պիտի դառնան, հետեւաբար իրեն գլուխը պիտի լանդան, եւ եթե դան գլուխը եկեղեցի գաճախ է, սուրբ քրոջ սերդողության գաճախ է, վստահ եմ, որ այդ իրենց հետ ամուսնացող աղջիկներն ալ Աստծո կամքով եւ ծնելիք զավակները Աստծո ողորմությամբ Բիդի եկեղեցի աջախեն եւ մեր հայ առաքելական եկեղեցու այսպես մեջ ցանկի մեջ նոր շունչը նոր թարմությունը պիտի կա հետեւաբար ծեր աղոթքի մեջ անպայմանորեն հիշեցեք գաղաչեմ ցեզի եւ բարի ուրեմն ողջույն գուղարկեմ համացանցի ջամփով հետևող մեր եղբայրներուն եւ քույրերուն թե ուրեմն ուղիղ եթերով հետևողներուն եւ թե նաեւ ուրեմն հետո վիդեոն կամ դեսահոլովակը դիտողներուն Շատ բարի, մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը, հասած ենք 18-րդ գլուխը։ 18-րդ գլխու մեջ տեսանք սիրելներ, սերդեցինք առաջին 5 համարները, տեսանք Հովանես Արաքյալ, տեսավ երկինքեն հրեշտակը, զորավոր հրեշտակը, որ իջավ, եւ Հովանես Արաքյալին հետ խոսեցավ ու բարձրացայն աղաղագեց, ասավ. Ինգավ Բաբելոնը եւ այնտեղ անիկա դարձավ թևերու չար ոգիներու փույն որտեղ շատ մեղքեր այնտեղ կորձվեցան եւ անոր քինիեն խմեցին անոր մեղքի քինիեն խմեցին երկրի ազգերը թակավորները վաճառականները եւ անոր համարալ ան Բաբելոնին հետ անոնքալ պիտի գործվին Եվ երբ զարմացած Հովանես այսպես կտիդեր հանգարց երկինքեն, այսինքն Աստուծո ներկայությունեն ուրիշ զորավոր ցայմը լսեց։ Չտեսավ ովևէ մեկը, չտեսավ հրեշտակը։ Անոր համար գենթատրենք, որ այդ ցայնը ուղագի որուն ցայն է, Աստուծո ցայն է։ Եվ այս անգամ Աստուծո ցայնը խոսեցավ իր ժողովրդին, այսինքն հավատացյալներուն։ Ասավ. Դուրս ելեք Բաբելոնեն, ով իմ ժողովուրդս, դուրս ելեք, ինչու դուրս ելեք, որովհետև որբեսի եսավ Աստուծո ցայնը, մասնագից չլակ անոնց մեղքերուն, մեկ, երկրորդ, որբեսի մասնագից չլակ անոնց բադիժներուն,
Բացատրեցի ցեզի սիրելիներ անցնող շաբաթ, որ հավատացյալները գոչված են մեղքեն բաժնվելու, մեղավորներեն անչափ ապրելու։ Եղբայրներ եւ քույրեր, հավատացյալ ենք, այո, գաբրինք երկրի մեջ ուր մեղքը շատ է անպայման, Հիսուս իր հորմեն չխնդրեց, որ մեզ աշխարհեն վերացնե, այլ Հիսուս իր հորմեն խնդրեց, որ մեզ չարեն բահե։ Հետևաբար, երկրի վրա որ գաբրիկ, ամենուն հետ գրնակ սիրելներ սիրով ու սրբությամբ լալ, բայց ամփարիշտ մարդիկը, անաստված մարդիկը ցեզի բարեկամ մի դարձնեք։ Անոնց խոսեցեք Քրիստոսի մասին, սիրով վերապերեցեք, բայց ծեր դուները մի բերեք։ Մեղավորները սիրելներ երբ ծեր դուները կբերեք, զաստված զաղրողներուն հետ երբ ընկերություն գնեք, կամ աշխարհին հետ երբ որ բարեկամություն գնեք, ինքնաբերաբար դուք ցես Աստուծո թշնամի դարձուցած կլաք։ Հակոբոս դիարնեղբայրը սիրելիներ իր նամակի 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ դեսեք ինչ կսե։ Անհավատարիմ մարդիկ, չեք գիտեր որ աշխարհին հետ բարեկամություն անել Աստուծո թշնամություն անել կնշանակե, որովհետև ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ, ինքզինք Աստուծո թշնամի կդարձնե։ Եղբայրներ եւ քույրեր, ինչպես կրնալալ որ զաստված զաղրողներուն հետ նստիկ եւ դու գալ գենաց խմեք, ինչ բանի գենաց։ Ինչ բանի սիրելներ ուրախություն ունենակ մարդոց հետ, որոնք զաստված կձաղրեն, որոնք ծեր հավատքը կձաղրեն։ Երևակայեցեք, որ ծեր դունը հրավիրացեք այդպիսի մարդիկ եւ խոսքի ժամանակ ելեն ձաղրեն զաստված, ձաղրեն Քրիստոսը, զին կոչեն ջհուդ, զին կոչեն, չեմ գիտեր, տեսակ անուններով եւ դուք քաղաքավարության ճագերդի մեջ, քաղաքավարության սիրույն ցայն չհանեք, ձբդուն չհանեք, ինչու, որովհետեւ ծեր դունը հյուր եկած է, բայց գարդոնեք, որ ծեր դան մեջ, ծեր հացի սեղանին վրա, որ Աստված բարգեված է, զինք ծաղրե, մեր դերը ծաղրեն, եւ հաջող սիրելներ, նույնիսկ անհավատներու հետ երբ որ նստիկ, չեմ գիտեր առանցին երբ որ գճաշեք, գաղոթեք կամ ոչ, բայց անհավատներու հետ նստիկ, աղոթ կալ չեք ուզերներ, որբեսի հանգարց վիրավորած չլակ։ Սիրելիներ, որ մեկ գնախնդրեք, զաստված վիրավորել, մարդիկը չի վիրավորելու համար, թե ոչ, մարդիկ թող վիրավորվին, եթե պիտի վիրավորվին ծեր աղոթքով, բայց Աստված հաջեցնել։ Ահա մենք դարբերություն պետք է տնենք, ինչպես որ Եղիա մարգարեն դարձավ եւ ըսավ Իսրայելի ժողովրդին, ալ փավե երկու թելերու վրա խաղակ, ալ փավե գամ ճշմարիտ Աստվածը բաշտեցեք եւ գամ փահաղի Աստվածները բաշտեցեք, գուրկերը բաշտեցեք։ Հիմա դուք ալ սիրելներ, ամեն մեկս մենք մտածենք, եթե ես ճշմարիտ կյանքով գուզեմ ապրիլ, եթե գուզեմ իսկապես չժաշած, շնորհակալություն այտնել Աստուծույս։ Սիրելիներ, մեղքործած կլամ, եթե աղոթեմ, թիմացինին վիրավորած կլամ, երևակայեցեք, որ իսլամի հետ նստած լակ, իսլամը մինչև որ իր աղոթքը չնե, չուդեր, ինչու համար չմտածեր ծեր վիրավորվելու մասին, ուրեմն սիրելիներ, դուք մտածեցեք, որպես քրիստոնյա հավատացյալներ, ճշմարիտ հավատքով գուզեք ապրիլ կամ ոչ։ Եվ ադոր համար Աստված գսե, դուրս ելեք, այսինքն անչադեցեք ծեր սիրտը, հոգին, գաբվածությունը մեղավորներեն, որբեսի չլա որ անոնց կյանքը նայելով թուգալ վարժվիկ մեղքործել, երկրորդ, որբեսի չլա որ հանգարց նույն բադիժին արժանակ։ Հիշեցեք, չի փավեր միայն մգրդությամբ քրիստոնյա լալ, չի փավեր միայն քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած լալ։ Չկարծեք, որ քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած են գսելով պիտի փրկվենք։ Ոչ։ Կարևորը սիրելներ, Քրիստոսի հետ անձնական կապ ունիս, հարաբերություն ունիս, Քրիստոսի հետ ես, Քրիստոսի կողմն ես։ Այդ է կարևորը։ Եվ այդ ժամանակ է որ Աստված սիրելիներ մեզ պիտի բահե։ Երկրորդ Կորինթացիներու նամակի մեջ դեսեք ինչ կսե
Բողոս Սարակյալ 6-րդ գլխու 14-րդ համարեն մինչև գլխու ավարտը։ Ես կանիմը միան 14 եւ 15 համարները գարտամ։ 14-ին 16 համարներ։ Փնավ անհավատներուն լծագից մի ելակ։ Ինչ գապ գրնա ունենալ արդարը անօրենին հետ, կամ ինչ նույնության եզր գրնալալ լույսին ու խավարին միջև։ Ինչ համացայնություն գրնալալ Քրիստոսի եւ Սատանային միջև։ Կամ ինչ գործ ունի հավատացյալը անհավատին հետ։ Ինչ նմանություն կա Աստուծո դաջարին եւ մեհյաններու միջև։ Ինչ նմանություն։ Ոչ մեկ նմանություն։ Եղբայրներ եւ քույրեր, ասեմ ցեզի։ Եվ որ մենք ճշմարիտ հավատացյալ գսկսենք դառնալ, մարդիկ պիտի հերանան մեզ մե։ Պիտի ըլլան մարդիկ, որոնք պիտի հերանան մեզ մե։ Պիտի ըլլան մարդիկ, որոնք այլևս հաջույք պիտի չստանան մեզի հետ ըլլալու։ Նախաբես որ հաջույք կստանային, բայց հիմա հաջույք պիտի չստանան։ Նախաբես որ մեզի գենացի ընկերային, ջաշի ընկերային, այլևս պիտի չլան։ Ինչու՞։ Որովհետև պիտի տեսնեմ, որ մեր կյանքը փոխված է իրենց կյանքի նման չէ։ Պիտի տեսնեմ, որ սիրելներ, մեր խոսակցությունը փոխված է իրենց խոսակցության պես չէ։ Եվ անոր համար պիտի հերանան։ Եվ չսեք, որ հավատացյալ դարձա, մարդիկ ինձ մե հերացան։ Ինչ լավ։ Կնշանակե, որ դու Քրիստոսի մոտեցար։ Եվ պիտի մոտենաս այն մարդոց, որոնք Քրիստոս ունին իրենց կյանքի մեջ։ Անոր համար մենք սիրելիներ իրավունք չունենք իրար վիրավորելու։ Մենք գիտեք ինչ ենք, Քրիստոսով եղբայր ու քույր ենք։ Հիսուս ասավ Հովանու ավետարանի 10-րդ գլխուն մեջ գգարտամ Հիսուսի բադվիրանը, որ իր աշակերտներուն տվավ։ Ասավ դերը ցեզի նոր բադվիրան մգուտամ Հովանես 10-րդ գլուխ 34-րդ համար։ Սիրեցեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք ալ իրար սիրեցեք։ 35-րդ համար։ Ձեր իրար սիրելով է, որ մարդիկ պիտի գիտնան, թե դուք իմ աշակերտներս եք։ Երբ որ իրար չենք սիրեր, ես ձեզ, դուք ինձ եւ դուք իրարու, ուրեմն կնշանակե, որ թեր Հիսուսի աշակերտները չենք, որովհետև Քրիստոսի սերը չունենք իր մեջ։ Եվ ավարտեցինք անցնող շաբաթ սերդողությունը ըսելու համար Աստուծո ցայնը որ գսեր, որովհետև գսե Բաբելոնի մեղքերը մինչև երկինք թիզվեցան եւ Աստված հիշեց անոր չար կորձերը։ Հիմա պիտի սկսենք սերդել 6-րդ համարեն, պիտի սերդենք 3 համար, 6, 7 եւ 8։ Պիտի տեսնենք, որ սիրելներ Աստված հիմա հավատացյալներուն գսե ինչն էլ, հադուցանել, Թադաստանի ժամանակը սիրելիներ, դեսեք ինչեր պիտի պատահին։ Գարտանք նախ 6-րդ համարը 18-րդ գլխու եւ ապա սկսենք սերդողության։ Արդ Թուգալ Բաբելոնին հադուցեք այնպես, ինչպես ինք վարվեցավ ցեզի հետ։ Գրգնաբադիկը դալովանոր իր կորձերուն փոխարեն։ Այն բաժակը, որ պատրաստեց ցեզի համար, լեցուցեք զայն գրգնաբադիկ սաստկությամբ։ Սիրելիներ, Աստուծո վճիրները եւ Թադաստանը արդար են։ Դերը իբրև արդար թադավոր Թադաստանի պիտի ենթարկե ողջ մարդկությունը։ Չկա մեկը, որ Աստուծո Թադաստանեն պիտի վրիբի։ Ամեն մարդ իր կորձերուն համացայն պիտի թադվի։ Եվ ամեն մարդ ինչ չափանիշ որ կորձածած է թիմացինին հանդեպ, նույն չափանիշով պիտի թադվի։ Դեր այս մասին Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու 2-րդ համարի մեջ ասավ. Ինչ չափով որ չափես ուրիշները, Աստվածալ այդ չափով քեզ պիտի չափե։ Ասիկա հստակ է սիրելներ։ Եվ քաղաքացիներուն նամակի 6-րդ գլխու 8-րդ համարի մեջ գսվի այս արագը բոլորը տալ գիտեք, ինչ որ ցանես, այդ պիտի ընծես։ Ասիկա հստակ է եւ հստակ թողոլա բոլորին։ Ովևէ մեկը սիրելներ իր չրածին համար պատասխան պիտի չտա։
այլ ովև մեկը իր ըրածին համար պատասխան պիտի տա։ Անշուշտ, եթե բաներ կային, որոնք պետք է ընեիր եւ չրիր, այսինքն բարիք պետք է ներ ու չրիր, անոնց համար էլ պատասխան պիտի տաս։ Բայց ընդհանրապես այն բոլոր մեղքերուն համար, այն բոլոր չափումներուն համար, որ ուրիշները չափեցիր, անոնց համար պատասխան պիտի տաս։ Ուստի սիրելիներ, այստեղ Բաբելոնը պիտի դատվի իր ըրածներուն համաձայն։ Արդար հատուցում պիտի ստանա Բաբելոնը, որովհետև անոնց, որոնք Աստուծո ընտրյալներուն եւ մարգարեներուն արյունը թափեցին, խմել դվիր փամը, որուն արժանի են, գսե 16-րդ գլխու 6-րդ համարին մեջ։ Սիրելիներ, Բաբելոնը խիստ հատուցում պիտի ստանա։ Նորեն կգրտեմ, ինչ է Բաբելոնը, ներին ստեղծելիք համագարկն է, գրոնական ու քաղաքական եւ տնտեսական։ Այդ համագարկը, որ պիտի ջնշե քրիստոնյաներուն վրա, Աստուծո զավակներուն վրա։ Սակայն այստեղ գուզեմ սիրելիներ ուշադրություն դարձնեք շատ կարևոր ուրեմն դողիմը։ Տեսեք ինչ կսե այստեղ։ Դուք ալ Բաբելոնին հադուցեք Աստուծո ցայնը, որովհետև որ գխոսի հավատացյալներուն։ Եվ գսե որ դուք ալ Բաբելոնին հադուցեք։ Ինչ էսել գուզե։ Ասել գուզե որ հավատացյալները իրենք ալ ինչ պիտենեն։ Պիտի թադեն Բաբելոնը։ Ճիշտ է որ վրեժխնդրությունը Աստուծո կպատկանի։ Հռոմայացիներուն նամակի 13-րդ գլխու 19-րդ համարի մեջ այդ մեկը գսվի։ Սակայն սիրելիներ, արդարները գոչված են Աստուծո հետ անորեն մարդիկը թադելու աշխարհի մեջ։ Հիշենք Հիսուս Քրիստոսի խոսքը, որ իր աշակերտներուն ասավ։ Ինչ ասավ Հիսուս։ Մատթեոսի ավետարանի 19-րդ գլխու 28-րդ համարի մեջ։ Դուք որ ինձի հետևեցաք, պիտի բազմիկ քանի աթոռներու վրա, 12 քահերու վրա, աթոռներու վրա, թադելու համար, ինչը, Իսրայելի 12 ցեղերը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Պողոս Արաքյալ շատ կարևոր խոսք մը գսե առաջին Կորինթացիներու նամակի 6-րդ գլխու 2 եւ 3 համարներու մեջ։ Գսե հավատացյալներուն. Միթե չեք գիտեր, թե Աստուծո ժողովուրդն է, որ պիտի թադե աշխարհը։ Չեք գիտեր, թե հրեշտակներն իսկ մենք պիտի թադենք։ Որ հրեշտակները։ Չար ոգիները։ Չար ոգիներն անգամ մենք պիտի թադենք, եղբայրներ եւ քույրեր։ Եվ եթե մեկը ասե որ ինչպես կրնալալ քրիստոնյաները պիտի թադեն, վրեժ պիտի լուծեն, ոչ սիրելիներ։ Աստված չսեր որ գրի վրեք, վրեժ լուծեցեք, այլ Աստված սիրելիներ այստեղ ցույց կտա որ մենք Աստուծո վրեժ խնդրությունը եւ դատաբարդությունը ի կորձ պիտի տնենք ասելու համար որ դեր թադե այս ազգերը, թադե այս երկրի մարդիկը, որոնք ուտեմդ աբստամպեցան։ Այստեղ գուզեմ գարտալ իմ երանելի հոգևոր հորս Զարե Սրբազանին խոսքը բացատրությունը այս մասին։ Տեսեք ինչ կսե Զարե Սրբազան։ Շատ մեկնիչներ գսեն, որ այս խոսքերը շատ թաժան են, հետևաբար կարելի չի հաշտեցնել քրիստոնեական ներողամտության ոգին հետ։ Սիրո վարտաբեդը Քրիստոս, որ թշնամիներուն ներել սորվեցուց, ինչպես կրնա այսպիսի բաներ ասել, ինչպես կրնա ասել, որ պիտի թադեք դուք։ Բայց բեք չեմ օրնալ, որ այստեղ Աստուծո վերջնական դատաստանի մասին է խոսքը։ Հետևաբար խոսքին շրջակիցը ամբողջությամբ դարբեր է։ Եվ խոսքը իր շրջակիցեն բեք չի անչադել ու զայն բեք չի ընդհանուր խաղապարիմը վերածելով քննարկել։ Աստուծո այս գոչը բնավ նպատակ չունի անձնական վրեժխնդրության մղելու մարտիկը։ Ողագալության կամ քինախնդրության մղել չի Աստուծո միտքը։ Աստուծո օրենքը պիտի գիրարգվի անխուսափելի ադիգա։ Բայց ով է որ պիտի գիրարգե, թադավոր Աստված է։ Սակայն թադավորը երբ հանցավոր մարդուն թադաբարդության վճիր գուտա, ինք հանցավոր է, եթե թադավորը սիրելիներ հանցավոր մարդուն վճիրը տա, օրինակ փանդարգություն, օրինակ մահ, թադավորը ինք հանցավոր գլավ, ոչ, որովհետև արդար վճիր է։
Մենք գրնանք մեղադրել թադավորը, որ հանցանքին համապատասխան բադիժ գորոշե։ Այս համարը մեզի գսե թե Աստուծո ժողովուրդը ինքն ալ գոչված է Աստուծո հետ թադավորը ըլլալու։ Աստուծո ժողովուրդը թադավորական այդ պաշտոնին գոչված է։ Եվ եթե երբեք Աստուծո վերջնական թադաստանին իր ընտրյալները կներկայանան քարնուգին հետ կամ թադավորին հետ, բոլորը միասին իրենց թադավորական թերն է որ պիտի կատարեն։ Հետևաբար այդ թադաստանին միանալով, Աստուծո գամագից դառնալով, Աստուծո թադավեջիրը բաժնելով, երբեք հագաքրիստոնեական կամ ոչ ներողամիտ ոգիմը որտեգրած պիտի չլան, այլ բարձաբես Աստուծո արդար թադաստանին գամագից եղած պիտի լան։ Աստված գուզե որ իր ժողովուրդը անմասն եւ անդարբեր չմնա արդարության եւ անոր բանջկին հանդեպ։ Այսինքն սիրելիներ, երբ որ Քրիստոս կա թադելու աշխարհը, արդարները հավատացյալները Քրիստոսի գողքին պիտի թատեն մեղավոր մարդիկը։ Դեսեք, Բաբելոնը, անցյալին Բաբելոնը արդար չվարվեցավ Աստուծո ժողովրդին հետ, Իսրայելի հետ։ Զանոնք քերեց, քերևարեց, չարչարեց։ Հռոմեական գայսրությունը դժբախտաբար լավ չվարվեցավ քրիստոնյաներուն հետ, ցերպակալեց, հալածեց, ահավոր դանչանքներու ենթարկեց եւ սպանեց։ Վերջին ժամանակներուն նոր Բաբելոնը, այսինքն ների համագարկը, դժբախտաբար լավ պիտի չվերապերի քրիստոնյաներուն հետ։ Եղբայրներ եւ քույրեր, եթե մենք այդ ժամանակ ապրենք, երբ որ ները հայտնվի, երբ որ հագաքրիստոսը աշխարհ կա եւ եթե մենք դեռ ողջ ենք, աշխարհի մեջ անդանելի վիճակ պիտի ելնա, անդանելի։ Այս մասին Սուրբ Գիրքը գխոսի, այս մասին Հիսուսը ասավ, որ աշխարհի մեջ այնպիսի մեծ նեղություն պիտի ելնա, որ աշխարհի սկիզբեն այդպիսի նեղություն չի եղած։ Երևակայեցեք, որ մեր զավակներուն եւ մեր թորնիկներուն եւ ձորներուն ժամանակ աշխարհը ինչ պիտի ելնա։ Եղբայրներ եւ քույրեր, լուրջ չի արեք։ 3 օր առաջ թաղումի մասնակցեցա եկեղեցին եւ այնտեղ մերնողին ուրեմն դարձյալ զավակ ելավ խոսեցավ, թորնիկ ելավ խոսեցավ, սիրտս ամեն անգամ այս խոսակցության ընթացքին գծավի։ Մենք միջին արևելքի մեջ այդպիսի բան չունեինք, թորնիկները կամ զավակները ելեին եկեղեցու մեջ խոսեին, այլ գրոնավորը գխոսեր մահվան եւ կյանքի մասին, այդքան։ Բայց այստեղ մերնողին գենսակրությունը, ես մերնիմ իմ գենսակրությունս չգարտակա։ Մերնողին գենսակրությունը, մերնողին ուր կացած եկած ըլլալը, ինչ ըրած չրած ըլլալը եւ ամեն դարդիս թորնիկները անպայման պիտի իշեն, որ մեծ մաման իրենց համար համով կամ ուրեմն դոլմա սարկած է իրենց կամ մածունով քյուրտե շինած է շատ համեղ եւ արցունքը թորնիկին արցունքը ինչ բանի մեջ է։ Տեսեք շահաթիդական մեծ մամա հիմա որ մերար ով ինձ համեղ դոլմա պիտի սարքե, ով ինձ համով մածունով քյուրտե պիտի սարքե։ Սիրելիներ, սիրելի մեծ ծնողներ, այո գիտեմ ձեր թորնիկներուն անթեպ շատ սիրալիր եք եւ եղեք, ադիգա արդար է։ Բայց ձեր թորնիկները երբ որ մահանակ Կոնե կարողանան գանքնի լսել, որ մեծ մամաս զիս հավատքի մեջ տասյարագեց, մեծ մամաս ինձի աբաշխարության պերավ, մեծ հայրիկս ինձի Աստուծո խոսքերը ամեն օր գխոսեր, այս տողը լա ծեր աշխատանքը, հավատացյալ եղբայրներ քույրեր, այս տողը լա, թող հիշեմ, որ մեծ հայրիկը երբ որ գուքար իրենց դուն, Սուրբ Գիրքը բանար իրենց մանկական աստվածաշունչեն գընթերցեր, այս տողը լա ծեր արաքելությունը եւ ոչ թե բարձաբես զիրենք ջաշով սնել, բայց հավատքով դժբախտ բահել։ Սիրելի քույրեր եղբայրներ, դեսեք Բաբելոնը արդար գերբով պիտի թադվի եւ ինչ որ ինք ըրած էր հավատացյալներուն ավելիով իրեն պիտի կատարվի։ Սաղմոս 137-րդ
137-րդ Սամոսի 8-րդ համարի մեջ կսվի. «Ո Բաբելոն քաղաք, պիտի ավերվիս, Երանի անոր, որ քեզի գադուցան է, այնպես, ինչպես թուն ըրիր մեզի»։ Իսկ Երեմիայի մարգարեի 50-րդ գլխու 29-րդ համարի մեջ կսվի. «Վասնզի ասիկա դիրոջ վրեժ խնդրությունն է, անգե վրեժ արեք, անոր իր ըրածին բես ըրեք», կբարձրացայն է Երեմիա մարգարեն, Երեմիա 50-րդ գլխու 15-րդ համարի մեջ, իսկ 29-րդ համարի մեջ կսե. «Անոր իր ամեն ըրածին բես ըրեք, որովհետև անիկա դիրոջ թեմ, Իսրայելի Սուրբին թեմ հբարդացավ»։ Եղբայրներ եւ քույրեր, լավ թող իմանան այս աշխարհի բռնավորները, լավ թող իմանան այս աշխարհի չար մարդիկը, որոնք վատ վերապերմունք կցուցաբերեն Աստուծո կամ Աստուծո զավակներուն նկատմամբ, հալածելով զանոնք, ծաղրելով ծերավատքը, նեղություն տալով կամ նույնիսկ սպանելով։ Եվ գծավի մսելու, որ հաջախ ընտանիքի անդամները անգամ գծաղրեն հավատքը, եւ որ գտեսնեն, որ դուք եկեղեցի կհաջախեք, գտեսնեն, որ Աստուծո խոսքի մեջ կառաջանաք, կսկսին ծաղրել ձեզ։ Երբեմն ամուսիններ, երբեմն գիներ, երբեմն ծնողներ, զավակներուն, երբեմն զավակներ իրենց ծնողներուն։ Սիրելիներ, անհնար է խուսափիլ, անկարելի է փախչիլ Աստուծո դատաստանեն։ Դուք լավ գիտեք, մեղքին ինչ կհաջորդե բադիժը, հատկապես երբ այդ մեղքը կապված է մարդոց նկատմամբ դաժան վերապերմունքի հետ։ Տեսեք այստեղ ինչ կսվի։ Գսվի, արդ դուք Բաբելոնին հադուցեք այնպես, ինչպես ինք վարվեցավ ձեզի հետ։ Ինչպես որ վարվեցավ, այդ դոր մասին խոսեցանք, նույնը պիտի իրեն հետ վարվինք։ Գրգնաբադիգը տալով անոր իր գործերուն փոխարեն։ Եկեք այս բանի մասին խոսենք, գրգնաբադիգը տալով։ Այս խոսքը մեծ քաջալերանք է քրիստոնյաներուս համար։ Ինչու՞։ Որովհետև երբ արդար հադուցման ժամանակը կա, ոչ թե հավասար բադիժ պիտի ստանա, ոչ թե ինչպես օրինակ անցյալին Մովսեսին նստված էր, ագրայի թեմ, ագրա, աչքի թեմ, աչք։ Ոչ, այդպես չէ, հավասար պիտի չլա Բաբելոնին եւ չար մարդոց բադիժը, այլ դերը գսե գրգնագի։ Ինչ կնշանակի գրգնագի։ Երկու անգամ ավելի բադիժ պիտի ստանան բոլոր անոնք, որոնք սիրելիներ այս երկրի վրա Աստուծո ժողովուրդը հալածեցին։ Այս երկրի վրա Աստուծո ժողովուրդը դանչեցին եւ վատ վերապերմունք ցուցաբերեցին Աստուծո ժողովրդին նկատմամբ։ Հետաքրքրական է, որ հին օրենքին մեջ, Մովսիսական օրենքի մեջ այն դրամատրությունը կար, որ մարդ ինչ որ վնաս հասցներ թիմացինին, գրգնաբադիգը գրգինը պիտի հադուցաներ վնաս գրողին։ Ասիկա Մովսիսական օրենքի մեջն էր, անոր գուզե գարտալ Ելից 22-րդ գլուխ 4-9 համարներ, Եսայի մարգարե 40-րդ գլուխ 2-րդ համար, Երեմիա մարգարե 16-րդ գլուխ 18-րդ համար եւ 17-րդ գլուխ 18-րդ համար։ Սակայն դեսեք սիրելիներ, գրգնաբադիկ այս խոսքը դարձվածքը կնշանակե ինչ։ Ամբողջական, ոչ թե միայն դաբլ գրգնագի, այլ կնշանակե ամբողջական լիարադ։ Բաբելոնը սիրելիներ, Բաբելոնի դատաստանը ամբողջական պիտի լա, այսինքն ահավոր խիստ պիտի լա։ Այլ խոսքով ողորմություն, քուտ պիտի չցուցաբերվի անոր նկատմամբ։ Ոչ, ինչպես որ ինքը ները քուտ պիտի չցուցաբերե Աստուծո ժողովրդի նկատմամբ, այդպես ալ Բաբելոնի նկատմամբ ոչ ողորմություն, ոչ քուտ պիտի ցուցաբերվի, այլ ամենայն խստությամբ պիտի գադարվի անոր դատաստանը։ Եվ տեսեք այստեղ գսե այն բաժակը, ուրեմն հաջորդողը գարնեմ, այն բաժակը, որ պատրաստեց ցեզի համար, հաջորդողը դարձուր, այո, այն բաժակը, որ պատրաստեց ցեզի համար, լեցուցեք զայն գրգնաբադիկ սասկությամբ։ Նախ եկեք խոսենք բաժակի մասին։
Աստվածաշունչի մեջ եւ որ բաժակ կսվի սիրելիներ, հատկապես եւ որ գխոսվի Աստուծո բարգության մասին, ինչ բաժակի մասին է։ Բարգության բաժակ, ցասումի բաժակ։ Գիշեք Հիսուսը ինչը սարքեցիմանի բարդեզի մեջ։ Հայր, եթե ուզես ինձ մե հերացուր այս բաժակը, բայց ոչ թե իմ գամքիովս, այլ քու գամքիդ համաձայն։ Ինչ բաժակի մասին է։ Բարգության, Աստուծո բարգության։ Ինչու համար Հիսուս Աստուծո բարգության բաժակը պիտի խմեր։ Որովհետև Հիսուս մեր փոխարեն ինչ եղավ։ Անեծքի դեր եղավ։ Հիսուս մեր բոլորին մեղքեր արավ։ Չմոռնաք, որ մեղքին վարձքը մահ է։ Հռոմայացիս 6:20-րդ համար։ Սիրելիներ, Հիսուս մեր փոխարեն Աստուծո բարգության ցասումի բաժակը խմեց։ Անոր համար խաչին վրա կամբեցավ Հիսուս։ Եվ սակայն Աստված 5 դագարանի մեջ սիրելներ խստությամբ ըսած է որ բարգության բաժակը պիտի խմեն։ Նայեցեք 75-րդ համարի մեջ կուզեմ ներողություն 75-րդ Սամոսին մեջ 6-8 համարներու մեջ լսեցեք Ասավ Սամոսակիրը ինչ կսե։ Արդարև Թադաստանը ոչ արևելքեն գուկա, ոչ արևմուտքեն, ոչ հարավեն, ոչ հյուսիսեն։ Այսինքն մարդոց բեդություններու գոմե չի կար Թադաստանը։ Այլ Աստված է Թադավորը, որ մեկը գխոնարեցնե, մյուսը գբարձրացնե։ Որովհետև դիրոջ ցերքին մեջ գա փարգության թունդ քինիով լեցուն բաժակը։ Այդ բաժակեն խմել գուտա երկրի բոլոր ամբարիշներուն, որոնք զայն պիտի կամեն իր մրուրովը միասին։ Գիտեք ինչ է մրուրը։ Քինին դակը որ նստված կլա, չէ՞։ Ուրեմն այդ նստված կընտանաբես չեն խմեր մարդիկ։ Բայց Աստուծո բարգության այդ մրուրն անգամ պիտի խմեն բոլոր ամբարիշները։ Այսինքն ցերպազադում չգա։ Եվ Բաբելոնը սիրելներ, որ ինք խմցուցած էր իր բաժակը արդարներուն, ինք Աստուծո բարգության բաժակը պիտի խմե։ Եվ ոչ միայն Բաբելոնը ինք, այլ բոլոր անոնք, որոնք երգրբակեցին Սատանային եւ ներին, ինչպես 14-րդ գլխու 9-11 համարներու մեջ կսվի։ Անցնիմ հաջորդ համարի սերդողության 7-րդ համար։ Այնքան, որքան ինքզինք փառավորեց եւ զեխությամբ ապրեցավ, նույնքան իրեն սուկ ու դանչանք հադուցեք։ Հաջորդ դողնագարտանք, քանի գսեր ինքն իրեն, միշտ թակուհի պիտի մնամ, ես այրի չեմ եւ սուկ փնավ պիտի չտեսնեմ։ Եդ վերադառնանք առաջին մասը սերդենք։ Այստեղ սիրելներ, ճիշտ նախորդ համարին նույն միտն է որ գշեշտվի։ Դեսեք, գսե Բաբելոնը այնքան ինքզինք փառավորեց եւ այնքան զեխությամբ ապրեցավ, անոր համար, նայեցեք, ինքզինք փառավորեց եւ զեխությամբ ապրեցավ, արադությամբ ապրեցավ, որ Աստված անոր գրգնաբադիկ հադուցում պիտի կատարե։ Եվ ինչն է այդ գրգնաբադիկ հադուցումը։ Սուկ եւ դանչանք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինքզինք փառավորել։ Ինչ կնշանակի ինքզինք փառավորել։ Ինչպես որ անցյալի Բաբելոնը ինքզինք փառավորեց, ըսա որ աշտարակ մշինենք, որ մինչև երկինք հասնի, որ Աստված անգամ չի գնար այս աշտարակը խորդագել։ Գիտեք այսպիսի խոսքով ըսած էր Թայթանիկի շինողը։ Թայթանիկի շինողը, Թայթանիկ նավակը որ շինեց, եւ որ իրեն հարցուցին, ըսա որ Աստված անգամ չի գնար խորդագել այս նավը։ Եվ ինչ եղավ, Թայթանիկը խորդագվեցավ։ Սիրելիներ, աշխարհին է շատ մարդիկ, որոնք ծաղրած են զասված։ Աստված երբեմն գամփեր է, շատ գամփեր է, ոչ թե երբեմն շատ գամփեր է Աստված, բայց երբեմն Աստված դեղվույն վրա գրնահարված է, դեղվույն վրա։ Ինչպես որ սիրելիներ Բաղդասար Բաբելոնի թագավորին եղավ, երբ որ Աստուծո ցերկը քրեց բադին վրա, որ օրերը համրված են եւ պիտի ինչը լաս գործանիս եւ նույն քիշերը գործանեցավ Բաղդասարը։ Գարտացեք Դանիելի մարգարեության 5-րդ գլուխը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, տեսեք,
ինքնապարավորում կնշանակե հբարդություն։ Եվ մեղքերու 7 մահացու մեղքերու առաջին մեղքի ինչն է։ Հբարդություն։ Հբարդությունը գքանթե։ Սատանան նախաբես ինչ էր, արուսյակ հրեշտակաբետներ։ Հրեշտակաբետ։ Անիգա ինչ եղավ, հբարդացավ։ Գարտացեք Եսայի մարգարեի 14-րդ գլուխ, 12-ին 15 համարներ։ Եվ քանի որ հբարդացավ, ինչ եղավ, ինգավ, երկինքեն վար ինգավ։ Նույնպես Բաբելոնը իր ամպարդավանության պատճառով հավասիկ սիրելներ ինքնալ բիդինա։ Արագած գրքի 29-րդ գլխու 20-րդ համարի մեջ հետևյալ խոսքը գսվի։ Մարդուն հբարդությունը զինք գգործանե։ Արագած 29-23։ Մարդուն հբարդությունը զինք գգործանե։ Եղբայրներ եւ քույրեր, եթե կան մարդիկ ծեր մեջ, որոնք հբարդ են, իրենց հբարդությունը զիրենք պիտի գործանե։ Հակոբոս դյարդեղբայրը, որ քիչ առաջ կարդացի 4-րդ գլուխը 6-րդ համարի մեջ կսե դերը հագարակ է ամփարտավաններուն, հբարդներուն։ Նույնը Պետրոս Արաքյալ գսե առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու 5-րդ համարի մեջ։ Բաբելոնը սիրելներ ինձինք ամբարդելի, ով գրնա ինձի բարդեցնել, անհաղթահարելի նկատեց։ Բաբելոնը սիրելներ ինձին կնկատեր որպես ինչ, ինքնապավ։ Ես ինքնապավ եմ, հարուստ եմ, ամեն տեսակ արադություն ունիմ եւ ադորամար սկսավ ինձինք փարավորել։ Նապուկոդոնոսոր արքան եւ տեսավ ամեն ինչը սա որ այս բոլորը ես արի եւ նույն օրը Աստված զարգավ եւ քազաններու նման սկսավ ապրիլ։ Եղբայրներ եւ քույրեր, անոր ամփարդավան ծևով գաբրի այս կյանքի մեջ, անոր կգարձե որ ինքնապավ է, անոր կգարձե որ ինք Աստուծո գարիք չունի, անիգա պիտի խորտակվի։ Բողոս Արաքյալ իր Դիմոթեոս աշակերտին նամակ կգրե, երկու նամակներ։ Առաջին նամակին մեջ շատ կարևոր խոսքը գսե Բողոս Արաքյալ իր աշակերտին, որ հարուստներունս է։ Գսե ով Դիմոթեոս, ըսե գսե այս աշխարհի հարուստներուն, որ իրենց քնայուն հարստության չվստահին ու չհբարդանան, այլ դիրոջ վստահին եւ բարեգործություն ունեն։ Այո սիրելիներ, անոր ամփարդավան ծևով գսկսի հբարդանալ եւ սկսի իր անձը փարապանել, գիտեք մարդիկ կան, որոնք գսիրեն, որ իրենց մասին փարապանական խոսքեր ասեն։ Ցավի սիրտ, նույնիսկ գրոնաբետներու մեջ կա այդպիսի։ Գրոնաբետներու մեջ, գաթոյգոստներու մեջ, եպիսկոպոսներու մեջ, առաջնորդներու մեջ, կան սիրելիներ ղեկավարներու մեջ, որոնք գսիրեն փարապանական խոսքեր լսել։ Գսիրեն, փոխանագսելու գխնդրեմ։ Գիտեք սուրբերը ովքեր էին։ Սուրբերը այն մարդիկն էին սիրելներ, որ երբ որ այդպիսի բաներ ասեին, իրենց մասին իրենք զրբարտություն կանեին։ Օրինակ Ներսես մեծ հայրաբեդը, մեր այոց կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչին Թորնիկը, երբ ուզեցին կաթողիկոսն էլ իր զինք, ինքը սկսավ մարդոց մեջ լուրեր դարածել, որ ինքը բորնիկ է, ինքը ամփարոյ է, իր մասին քախնի լուրերը սկսավ դարածել, որբեսի մարդիկ չգարձեն, որ ինքը սուրբ է։ Բայց ժողովականները կովկովի եկան աղոտ կրին եւ ասին դեր մեզի ցույց տուր եւ երկինքեն ինչ եկավ, աղավնի եկավ եւ Ներսես Գաթողիկոսին վրա ընկեցավ եւ այնադեն իրեն Գաթողիկոսերին։ Դեսեք սիրելիներ խոնարհությունը, քացեք մեր վանքերը, Հայաստանի վանքերը, Հայաստանի վանքերու մեջ, եկեղեցիներու մեջ, հին եկեղեցիներու մեջ ինչ կտեսնեք։ Գաթողիկոսներու, իշխաններու, վարդապետներու քերեզմանները ուր տրված են, մարդոց ոտքերուն տակ, որբեսի ասած են, որ մենք արժանի չենք Աստուծո դիմաց կանգնելու, մեր վրա են քալեցեք։ Ահա խոնարհությունը, եղբայրներ եւ քույրեր։ Հիսուս չասավ, ինձ մեզ սորվեցեք, որովհետև ես հբարդ եմ եւ ամփարտավան։ Հիսուս ասավ, ինձ մեզ սորվեցեք,
որովհետև ես խոնար եմ եւ հեզ սրտով։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ով որ հբարդություն գնե, հբարդությամբ պիտի գործվի։ Որքանալ մարդ ինքզինք փարապանե, Պապելոնին պես դիրոջ կողմես սիրելներ պիտի գործանի։ Հիսուսին կսավ Հովանու ավետարանի 13-րդ գլխու 25-րդ համարի մեջ։ Ով որ իր անձը կսիրե, պիտի գործընծնե զայն։ Եվ ով որ գադե իր անձը, այսինքն ով որ իր անձը գանդեսե, զայն հավիտենական կյանքին համար բահած կլա։ Սիրելիներ, ահավասիկ Բաբելոնի մեղքը, որ ինքնափարավորումով ուզեց ապրիլ եւ հբարդացավ եւ այդ պատճառով ինգավ։ Հիշեցեք Սատանան հբարդության հայրն է։ Սատանան սիրելներ խապեց Ադամը հբարդացնելով զինք Աստուծո թեմ եւ այդ հբարդության պատճառով Ադամ եւ Եվան ինգան։ Հիշեցեք, որ Սատանան նույնիսկ Հիսուսի մոտեցավ եւ հբարդության մեղքով Հիսուսի թեմ բայկարեցավ։ Ինչը սավ Հիսուսի։ Աշխարհի բոլոր թակավորությունները եւ փառքերը ցույց տալով ասավ. այս բոլորը քեզի գուտամ։ Միայն թե ինչր է ինձի երկրպագե բաշտեզիս։ Ահա սիրելներ, Սատանան այսօր բոլորիս կմոտենա այս նույն հբարդության մեղքով։ Ամեն ինչ գուտամ քեզի։ Հարստանալ գուզես, գուտամ։ Թիրք գուզես, գուտամ։ Գուզես որ մարդիկ ու ոտքիդ կան, ամեն ինչ գուտամ։ Քեզ մեկ բան գուզեմ։ Շատ բան չէ ուզածը սկսես Սատանան։ Ես քեզ ամեն նյութական հարստություն գուտամ, ամեն ինչ այս աշխարհը որ գա, ամեն ինչ ինձ կպատկանի քեզ գուտամ։ Քեզ մեկ շատ բան չեմ ուզեր, մեկ բան։ Ինձի պիտի երկրպագես։ Ինձի պիտի երկրպագես։ Ահա սիրելիներ, այդ ժամանակ է որ մարդիկ ինքնափարավորումով իրենք զիրենք գործարած կլան։ Եվ տեսեք, Պապելոնին հոխորտանք եւ անփարդավանությունը ոչ միայն իր վարկին եւ վերապերմունքին մեջ երևին, այլև իր խոսքերուն մեջ։ Տեսեք, հաջորդ դողի մեջ ինչ կսվի, անցնենք։ Ինչ կսեր, ես միշտ ինչ պիտի մնամ, թակուհի։ Ինչ կնշանակե միշտ թակուհի պիտի մնամ։ Այսինքն միշտ բոլորեն վեր պիտի մնամ։ Բոլորը պիտի կան ինձ ինչ ունեն, երկրպագեն։ Ես թակուհին եմ, պիտի երկրպագեն ինձի։ Ես բոլորեն մեծն եմ։ Այդպես ասած էր նաև սիրելներ անցյալին։ Քիչ առաջ կարդացինք 47-րդ գլուխը Եսայի մարգարեին, անցյալի Բաբելոնը, ինչ ասած էր, ես միշտ դիրուհի պիտի մնամ։ Ադորամար ցեզիսի ուշադրություն եք բարերուն, Դարձյալ գարտացեք դուրը 47-րդ գլուխ Եսայի մանավանդ 7-9 համարներու մեջ։ Ասած էր ես դիրուհի պիտի մնամ, ես սուկ պիտի չտեսնեմ, ես զավակներ միշտ պիտի ունենամ։ Տեսեք այստեղ նույն խոսքը Պապելոնը գսե, ինչ գսե, միշտ տակուհի պիտի մնամ, ես այրի չեմ եւ սուկ պիտի չտեսնեմ։ Սիրելիներ, ինչու այրի չէ, որովհետեւ հոմանիներ ունի, հոմանուհին աղջիկ է, հոմանիներ ունի, այսինքն սիրածներ ունի, միշտ իրեն թակուհի պիտի բահեն։ Իր թակավոր, իր պեսան ով է Պապելոնին, ներն է, եւ ադորամար գսե ես միշտ թակուհի պիտի մնամ, եւ սուկ պիտի այրի պիտի չնլամ, եւ սուկ պիտի չտեսնեմ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հբարդացող Պապելոնը պիտի գործանի։ Պիտի գործանի մշտական կերպով եւ իր գործանումին պատճառով այրի պիտի մնա եւ այրի մնալուն համար սուկ պիտի տեսնե պիտի անիգա սիրելներ երբեք չուրախանա հարազատներ ասկագիցներ աշխարհի մեջ շատ մարդիկ կան որոնք գհբարդանան իրենց ունեցածով մենք երբ կսերդեինք երրորդ գլուխը այնտեղ Լաբոթիգիայի եկեղեցին կար Լաբոթիգիայի եկեղեցին ամեն ինչ ուներ եւ ադոր համար հբարդ էր։ Ինչ կսեր 17-րդ համարի մեջ։
Երրորդ գլուխ 17-րդ համար։ Հարուստ էի եւ ավելի հարստացա եւ ոչ մեկ բանի գարոդեմ։ Այդպես Լավոդիկիայի եկեղեցին գհբարդանար։ Հարուստ էի, ավելի հարստացա եւ ոչ մեկ բանի գարոդեմ։ Գիտեք ինչ ասավ Հիսուս իրեն այդ Լավոդիկիայի եկեղեցին։ Չես գիտեր թե դու ողորմելի մնես խեղճ, աղքատ, մերկ եւ գույր։ Դու կգարձես որ հարուստ ես, բայց իրականության մեջ ողորմելի ես, մերկ ես, աղքատ ես, գույր ես։ Ես գիշեմ օրը հարուստ մը ինձ դեսավ եւ իրեն հավատքի մասին եւ որ խոսեցա, գիտեք ինձ ինչ ասավ։ Ասավ քնա այդ լոլոներդ ասավ, աղքատ մարդոց վրա խոսիր ասավ։ Որովհետև ասավ ես հարուստ եմ, ես ասավ ինքնապավ եմ, ես այնքան հարստություն ունիմ, որ 10 սերունդ ասավ գպավ է, ես Աստուծո գարիք չունիմ, եթե Աստված գա։ Եվ իրեն դարձա խղճացի, շատ խղճացի, որովհետև դեսա, որ ինք իրական աղքատն էր, ես էի հարուստը։ Որովհետև ճշմարիտ աղքատները գիտեք ովքեր են, ովքեր միայն տրամ ունին, անոնք են ճշմարիտ աղքատները։ Իսկ հոգիով աղքատները հարուստներն են սիրելներ։ Այսինքն Քրիստոսի գարոդով ապրողները անոնք են հարուստները։ Եվ իրեն ասի, հիշի այս խոսքդ։ Հիշի այս խոսքդ, որովհետև Աստված օրը քիթդ քեդին պիտի կսե, եւ թուն արցունքով իրեն պիտի դառնաս։ Եվ շատ ժամանակ չանցավ, եւ այս մարդուն 3 զավակ ուներ։ Մեծ զավակը փանդերը ինգավ։ Եվ ինք հսկա կումարներ ծախսեց, որբեսի իր զավակը փանդեն աներ։ Ու օրմ եկավ ինձի, եւ որ փանդեր գայցելեի, ասավ գխնդրեմ, զավակիս գայցելես փանդը, ասի որ բահարստությունդ, ինչու չես կնար զավակդ փանդեն հանել։ Ասավ շատ վատ բան մռավ, տրամով անգամ չեմ գրնար հանել։ Կտեսնեք սիրելներ, որ մարդիկ երբեմն ավելորդ կերպով իրենց հարստության կվստահին, գարձելով, որ իրենց հարստությունը պիտի իրենց փրկե։ Նորեն կգարտամ առաջին Դիմոթեոս նամակի 5-րդ գլխու 6-րդ համարը։ Գսե Պողոս առաքյալ իր Դիմոթեոս աշակերտին հանգստություն ու վայել փնտրող այրին գենթանի մեռած մնե արդեն։ Այսինքն սիրելներ, եթե մեկը իր հոգին այրի չսկար, որովհետև Սուրբ Ներսեշնորհալի հայրաբեդ գսե որ մեր հոգին այս կյանքի մեջ այրի է, ինչ կնշանակի այրի, առանց ամուսինի, չէ՞։ Ինչու մեր հոգին այրի այս կյանքի մեջ, որովհետև մեր փեսան Քրիստոս ուր է, երկնքի մեջ է։ Անոր համար գսե շարագանի մեջ մեծ բահոց 5-րդ գիրագին, այսին թադավորած գիրագի շարագանի մեջ գսե ով քու երկնավոր հարսիտ եկեղեցին փեսա մեղքով քեզ մե այրիացած մեր հոգիները կտությամբ մաքրե եւ միությամբ հոթեքեզի ողորմությամբ խնայե մեզի դեր անոր սիրելներ ինքզին թակուհի գսկա այս կյանքի մեջ եւ ոչ թե այրի այդ ժամանակ իսկապես այրի պիտի մնա այս կյանքի մեջը որքան այսօր մարդիկ կան որոնք իրենց հբարտության, հարստության եւ ինքնապավը լալուն համար գուրցած են սիրելներ եւ Աստուծմե հերու կյանքով գաբրին Պողոս առաքյալի խոսքը առաջին Դիմոթեոս 6-րդ գլուխ 17-րդ համար կգարտամ այս աշխարհի հարուստներուն բադվիրե որ շատ չհբարդանան եւ անգայուն հարստության չվստահին հարազատներ բոլորին տաս թողլա Անցյալի մեծ գայսրություններուն եւ թակավորություններուն համար մեկ հատ աչք մնենք, ուր են անոնք։ Ուր են այդ դիրագալները, որ աշխարհը իրենց ցերկի մեջ ուզեցին առնել։ Ուր են անոնք։ Ինչ եղած են։ Փոշի վերածված են։ Չգան անոնք։ Անոր համար պիտի խնդրեմ ցեզ մե Չլա որ հանգարց մենք ալ այս աշխարհի մեղքերը որդեգրենք եւ Բաբելոնի պես հբարդանանք այնադեն պիտի գործանենք
Պետրոս arczepiskopos Աղամալյան 1700 թվականներուն հետևյալ խոսքը գսե. Միտքդ ունեցիր, թունալ որքան փառավորես քո անդամներդ եւ հեշտանաս մոլությամբ, այնքան պիտի գրես բադիժներու գսկիծը թժողքին մեջ։ Որքան մարդ սիրելիներ այս կյանքի մեջ հղբանա, թժողքի մեջ գսկից պիտի գրե։ Վերջին համարը այսօրվան 8-րդ համար այս բաժարով մեկ օրվա մեջ անոր վրա բադուհասներ պիտի կան եւ մահ եւ սուկ եւ սով ու պիտի հրգիզվի գրագով որովհետեւ հզոր է դեր Աստվածը որ զայն գտադե Սիրելիներ ինչպես որ գարտացինք 47-րդ Գլուխը Եսայի մարգարեի 9-րդ համարի մեջ կսվեր, որ մեկ օրվան մեջ Բաբելոնը պիտի գործանի իր հբարտության պատճառով, այստեղ ալ նույն խոսքը գսվի, մեկ օրվան մեջ անոր վրա բադուհասներ պիտի կան։ Ինչ կնշանակե մեկ օրվան մեջ։ Բարձրացեք։ Գարջ ժամանակի մեջ, աբրիկ, մեկ օրվան մեջ կամ մեկ ժամվա մեջ խոսքը հայտնության մեջ կնշանակե շատ գարջ ժամանակվա մեջ։ Բայց նաև սիրելներ մեկ օրվան մեջ կնշանակե հանգարց, անագնգալորեն, անսպասելիորեն, հանգարձահաս, ստագե, այսինքն մեկ անգամ են պիտի կա Բաբելոնի գործանումը, մեկ անգամ են, ինչպես որ քիչարած Սեզիսի Բաղդասար թագավորին մասին, Դանիելի մարգարեության 5-րդ գլխու մեջ, Անիգա սիրելներ եւ որ Աստուծո ցերկը դեսա բադին վրա գրեց, որ օրերը համրված են, նույն քիշերը թակավորությունը իր ցերկեն առնվեցավ, սպանվեցավ ինքը։ Նույն քիշերը Մարերու թակավորը արձակեցավ եւ քրավեց։ Ահա սիրելներ Բաբելոնի գլխուն մեկ օրվան մեջ, այսինքն անագնգալորեն հանգարց բադուհասները վրան պիտի կան։ Եվ ինչ բադուհասներ պիտի կան մեկ օրվա մեջ։ Դեսեք, այստեղ գիշվին 4 բադուհասներ։ Բադուհաս կնշանակե բադիժներ։ Առաջին, ինչ? Մահ։ Ինչ մահի մասին է։ Մեծ հավանականությամբ ժանդամահի մասին է։ Այսինքն այն ժանդամահը համաճարակը, որ դեղի պիտի ունենա աշխարհի վրա եւ բազմաթիվ մահեր մարդիկ պիտի մահացնե, պիտի հնցե։ Երկրորդ, ինչ? Սուկ։ Երբ որ մահ դեղի ունենա, ինչ պիտի լա? Սուկ։ Երրորդ, ինչ? Սով։ Երբ որ ժանդախտը լա սիրելներ համաճարակը լա, ինչ կլա? Սով։ Եվ մարդիկ սովեն կմահանան։ Եվ չորրորդ բադիժը, ինչ? Գրագ։ Գրագով պիտի այրի։ Եղբայրներ եւ քույրեր, որովհետեւ չմոռնաք, որ Քրիստոսի երկրորդ կալուստին պիտի ինա Բաբելոնը։ Եվ ինչ պիտի լա գրագով պիտի այրի։ Ցեզի փամը գիշեցնե Սոդոմ Գոմորը։ Սոդոմ Գոմորը Աստված ինչով այրեց գրագով։ Եվ Հիսուս այս մասին ինքը ասավ։ Ղուգասո ավետարանի մեջ 17-րդ գլուխ 28-ին 30 համարներու մեջ դեսեք Հիսուս ինչ ասավ։ Ինչպես Ղովդի օրերուն բադահեցավ գուդեին, գխմեին, գքնեին, գծախեին, գդնգեին, գշինեին, բայց այն օրը, որ Ղովդ Սոդոմը ցկեց, երկինքեն գրակ ու ձծում դեղած եւ փնաչնչեց բոլորը։ Ճիշտ է։ Հիսուսը գսե։ Հիմա վերջին դողը նայեցեք ինչ գսե Հիսուս։ Նույնը պիտի բադահի այն օրը, երբ մարդու որդին հայտնվի։ Այսին ինչ պիտի բադահի։ Գրակ։ Ահա ադորամար գսվի։ Մահ, սուկ, սով եւ գրագով պիտի հրգիզվի։ Եղբայրներ եւ քույրեր, Աստված երթում ըրավ, որ այլևս աշխարհը չրհեղեղով պիտի չգործանե։ Գիշեք, ադորամար չրհեղեղ պիտի չբերե աշխարհի վրա, այլ ինչ պիտի բերե։ Գրակ։ Եվ գտեսնեք այսօր Կալիֆոռնիայի մեջ նորեն ինչը սկսած է։ Գրակ։ Այո, մարդիկ սիրելներ դակության գվերակրեն, կամ մարդիկ զանազան արգածներու գվերակրեն, բայց Աստուծո բադիժի նախանշաններ են ասոնք։ Աստուծո բադիժի նախանշաններ են։ Դեսակ սիրելներ երկու շաբաթ առաջ Հայաստանի Գյումրիի շրջանի մեջ ինչ տապեցավ։ Գարգուտ։
գիտեք որքան էր գարգուտի մեծությունը։ Ափիշ չափ գարգուտ եւ բազմաթիվ վնասներ տավ ինքնաշարժներու, դուներու շատ մեծ։ Գիշեք սիրելիներ, երբ որ գխոսեինք, որ Աստված երկինքեն ինչ պիտի գարգուտ եւ ինչ մեծությամբ գարգուտ։ Սիրելիներ, հսկա մեծությամբ գարգուտ։ Աստվածաշունչը գշիրք մգուտա, գսե 300 կիլոգրամ։ Գրնակ երևակայել 300 կիլոգրամ գարգուտներ որտեղան։ Գրնակ երևակայել։ Աստուծո բադիժները սիրելիներ աստարարող են։ Դեսեք, Աստված դակավին համբերող է։ Աստված բադիժներով ոչ թե գուզե մարդկությունը վերացնել, այլ ինչ կնե Աստված։ Բադիժներով գուզե խրադել մարդիկը։ Ինչ բանի։ Աբաշխարության, ետ կանչելով։ Մարդիկ է որ սիրելիներ գտեսնեն այդ բոլորը եւ դակավին չեն անդրադառնալ, չեն աբաշխարել։ Դեսա ինտերնետով որ Գյումրեցի հավաքած էր դարբեր չափսերի ուրեմն գարգուտները կովկովի դրածեր եւ ուրախությամբ գսեր դեսեք ինչ ավոր դարբեր չափերու մեծ գարգուտներ են։ Սիրելիներ մարդիկ որքան գույր են։ Աստված մեզի ամեն օր երկրի դարերուն մեջ են գաստարարի եւ գհրավիրե։ Դեղեր կան որ գարգուտով, դեղեր կան երկրաշարժով, դեղեր կան ցունամիով, դեղեր կան թորնեդոյով, ամեն դեղ դարբեր ծևով Աստված գաստարարե։ Անպայման Աստված չէ որ սիրելիներ ին գուղարկե։ Չարսադանալ գկործե, բայց Աստուծո թույլտվությամբ բաժարը որ Աստված կուզե մեզ իդ գանչել։ Աշխարհի չար ուժերը սիրելիներ այսօր գիտեք ինչ կգարձեն։ Կգարձեն որ քրիստոնյաներուն ճաշտած Աստվածը ինչ Աստված է։ Դգար, ինչու, որտև անբադիժ կթողուզ իրենք։ Եթե Աստված կա, թող բաժե, այդպես սկսեն։ Ինչպես որ իսրայելացիները հիմա, Լիբանանի մեջ սիրելիներ, եկեղեցի մտածեին, Հիսուսի արձանը, Աստվածամոր արձանը կանտեցին, եւ մեկը չկանտած, սիգարետ արավ, Աստվածամոր պերանը դրավ ուրեմն արձանին, եւ սկսավ ծաղրելով ասել. Ով բորնիկին ձխե իրենց համար Աստվածամայրը բորնիկ է այդքան բիղձ են սիրելներ Աստված կրնա այդ վարգանին չորցնել զիրենք բայց Աստված դակավին ամպերող է տեսեք որքանալ Ալիևը որքան ծաղրեց մեր հավատքը սելու համար մեր Ալլահը զորավոր է ծեր Աստվածը ծեր Քրիստոսը դգար է բայց տեսեք այստեղ ինչ կսե կարդանք միասին որովհետև հզոր է դեր Աստվածը, որ զայն գտադե։ Մեր Աստված իրենք դգար կգարձեն, բայց մեր Աստվածը հզոր Աստվածն է։ Այս մասին սիրելիներ Երեմիա մարգարեության 50-րդ գլխու 34-րդ համարի մեջ կսվի, որ անոնց բրգիչը զորավոր է, անոր անունը զորքերու դեր է։ Եվ Աստված սիրելիներ Հիշեցեք, որ մեղավորներուն թեր արիտ կուդա աբաշխարության, ինչպես երկրորդ Պետրոսի նամակի 3-րդ գլխու 9-րդ համարի մեջ կգարտանք։ Եվ երբ որ Աստված թադե, եւ որ Քրիստոս վերադառնա ու թադե, այն ժամանակ ուր պիտի մնա Բաբելոնի եւ այս աշխարհի մարդոց ինքնափավությունը, հբարդությունը, զվարճությունը, ուր պիտի մնա սիրելներ, ուր պիտի մնա Ամպարդավանությունը, զեխությունը, ամեն ինչը պիտի քանտվի եւ ամեն ինչը պիտի գործանի։ Երեմիա մարգարեին բերնով Աստված հետևյալը գսե 51-րդ գլխու 58-րդ համարի մեջ։ Բաբելոնի լայն բարիստները բոլորովին պիտի փլին, անոր բոլոր թռները գրագո պիտի այրին, ժողովուրդները բարաբդեղը ու ասկերը գրագի համար պիտի աշխատին ու հոգնին։ Ավարտելով սիրելի եղբայրներ եւ քույրեր, ահա թե ինչու Աստված կսե որ անչափ կեցեք, հերացեք Բաբելոնեն, այսինքն մեղքերեն, որովհետեւ հանգարտ չլա որ մենք ալ դարվելով այս աշխարհի մարդոց մեղքերեն մենք ալ մեղքեր կործենք եւ ապա
այդ կորձած մեղքերուն պատճառով նույն բադիժին արժանանք, ինչ որ այս աշխարհի չար ուժերը պիտի արժանան։ Սիրելիներ, եկեք մեր աչքերը միշտ երկինք ուղենք։ Եկեք մենք երկնակաղակացի կյանքով ապրենք։ Որքանալ այսօր անարգվենք, որքանալ այսօր սիրելիներ հալածվենք, որքանալ այսօր չարչարվենք մեր հավատքին համար, բայց հիշեցեք, որ Դերը մեզի հավիտենական հանգիստը պատրաստած է եւ հավիտենական գորուստ բոլոր մեզ դանչողներուն համար։ Գավարդեմ Բողոս Սարակյալի հետևյալ խոսքով զոր գրած է Թեսաղոնիկեցներու առաջին նամակի առաջին գլխու 5-10 համարներու մեջ։ Գսե Արաքյալը ներողություն, երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջին գլուխ 5-10 համարներ։ Ձեր համբերությունը եւ հավատքը ապացույցը պիտի ելան Աստուծո արդար դատաստանին, որովհետեւ դուք արժանի պիտի ելաք Աստուծո արքայության, որուն համար այդքան կդանչվիք։ Արտարև Աստուծո համար արտարություն պիտի ելա ցեզ չարչարողները դանչանքով բաժել, իսկ ցեզի դանչվածներուդ հանգիստ բարգեվել մեզի հետ միասին, երբ մեր Տերը Հիսուս հրեշտակներու իր փանակով երկինքեն հայտնվի։ Անիկա փոցավար գրագով պիտի բաժի անոնք, որոնք կմերժեն Աստվածանչնալ եւ հնազանդիլ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Այն օրը այդպիսիները հավիտենական մահվան պիտի բաժվին, զրկվելով Տիրոջ ներկայութենեն եւ անոր փառավոր զորութենեն, երբ անիկա կա իր սուրբերու մեջ փառավորվելու եւ բոլոր իրեն հավատացողներուն հիացումին առարգանալու։ Եկեք համբերենք սիրելիներ, որովհետև Դերը պիտի հայտնվի։ Երկու օր առաջ ցավալի պատկերը տեսա Արցախի մեջ ազերիները հրճագավոր բաբիգի եւ մամիգի արցանն է, որ արդեն կանտեցին եւ նաեւ կանտեցին մեր եկեղեցիները, խաչկարերը, քերեզմանոցները։ Իբրև թե խաղաղություն է, որ մեզ հետ կնքած են, բայց իրենք սիրելներ մեզ ծաղրելով, ահավասիկ մեր սրբությունները, մեր հուշարձաններն է, որ կկանտեն։ Հարց չէ, իրենք նյութական քարերով սարկված մեր սրբությունները կկանտեն, բայց չեն գիտեր, որ եթե շարունակեն այսպես մնալ անաբաշխար վիճակի մեջ, Աստվածալ, հզոր Աստվածը, մեր Տեր Աստվածը զիրենք պիտի կանտե։ Եվ ալիևը իր այդ սինիկ, այդ հբարդ, ամփարդավան գեցվածքովը պիտի թժողքի գրագի մեջ ըլա իր Ալլահին եւ իր մարգարեին Մուհամմեդին հետ միասին, որովհետեւ ան որ գծաղրեց Աստված եւ գահալածի Աստծո ժողովուրդը արժանի պիտի լա գրգնագի թադաբարդության եւ հադուցումի։ Սպասենք եւ պիտի տեսնենք, որովհետեւ ամեն մարդ իր ռածին համացան պիտի դատվի։ Ամեն։ Եկեք խոնարհենք սիրելներ եւ աղոթք բարձրացնենք Աստուծո, շնորհակալության աղոթք, եւ երբ դեր ողորմյա գերքենք եւ հիվանդած բժշկությունը սելե իդ կսենք ասկիս հայոց պաշտպանություն։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ով Աստված, շնորհակալ եմ քեզի նոր լուսապացին եւ նոր օրվան համար։ Շնորհակալ եմ, որ ինձ մեհերու բայեցիր բոլոր վտանգները։ Շնորհակալ եմ, որ դու իմ վահանս եղար եւ ինձի բարգեւեցիր խաղաղքուն։ Շնորհակալ եմ քեզի, որ քու սիրովդ բայեցիր իմ դունս եւ թույլ չդվիր, որ չարը մտնե իմ օջախս։ Ները դեր բոլոր մեղքերս։ Հերացուր ինձ մեջ չարն ու խավարը եւ լեցուր այս օրը շնորհքովդ ու լույսովդ։ Գաղաչեմ քեզի, ով Աստված, օրհնի այս օրը, բահբանե օքիս, միտքս ու մարմինս։ Ամեն։ Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա,
ողորմյա ամեն ասոր երորդություն դոր աշխարհիս խաղաղություն եւ վիվանդած բժշկություն ազգիս հայոց բաշտբանություն դեր ողորմյա դեր ողորմյա Հիսուս բարգիչ մեզ ողորմյա սրբոհի գոյս Աստվածածի փարեխոսյա կոմիածնի հիշյադեր և ողորմյա հանուն հոր և որդվո և օգվույն սրբո ամեն հայր մեր որ երգիլս ես սուրբ եղիցի անուն քո եկեսե Սաց մեր հանաբազոն դուր մեզ այսօր թող մեզ զվարդիս մեր որպես և մենք թողունք մերոց բարդաբանած և միդանիս մեզի փորձություն Զիկոյ է արքայություն և զորություն և փառք Հավիդյանս Հավիդենից ամեն օրտնյալ կեղերուքի շնորհացն սրբո օգվույն երթայք խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղիցիեն ցես ընդ ամենեսյանդ ամեն Քրիստոսի արյունով ծածկվիկ ամփորձանք ձեր դուներ ասնիկ